որ Տիրոջ հետ հարաբերությունների մեջ ամենամեծ խանգարողը կարամ ես լինեմ իմ կյանքիս մեջ, իմ հետ կատարված ամեն ինչի մեջ։ Դրա համար փառք եմ տալիս Տիրոջը, որ իրոք սովորացնում է, ու այդ ամեն ինչի ինչ որ խոսում եմ, նես կուզենայի որ ինչ որ ես խոսում եմ ու լսում եմ, այդ ամեն ինչի մեջ հաստատվեի։ Մեկ կողքից որ նայես, եթե ես խոսում եմ, կթվա թե ես արդեն հաստատուն այդ ամենի մեջ կան։ Ես փափագում եմ որ այդ խոսածածի մեջ լինեմ, որովհետև ինչ որ Իրանից առնում եմ, մի բան ամոթել է որ գիտեմ ու չեմ կարող անեմ, որովհետև մենք մարդ ենք ու այդ ամեն ինչը ոչ թե մեր անելուց է, այլ իր այդ հարաբերությունների ձևավորվում է, հարթությունը հա փոխվում է ամեն անգամ։ Նախքան խոսքին անդրադառնալ ուզում եմ մեր աղբոր Վայիկի ես 2013-ին եմ Հայաստան եկել, 14-ին արդեն մի տեղ խմբակ կար, մի հատ sense պատվալային տեղ էր, հա, այնտեղ որ նոր գնում ենք ծառայելու, գալիս էին այն մարդիկ, որ ընտանիքի մեջ sense խոչընդոտներ կային ու այդ ժամանակ եմ ես ծանոթացել, երևի 2014 թվին Վայիկի կնոջ ու մամայի հետ եմ ծանոթացել, ու ինչի համար եմ ես ասում, ուզում եմ ասեմ չհազնվեք աղոթողներ, գիտեք, պատկերացրեք Եփվանից աղոթել են ինչ կռիվ են տվել, այսօր արդեն հավատում եմ գնում ենք դեպի ռեզուլտատին, փառք Աստծո այս ամեն ինչի համար, իրոք այս ամենն իրական է։ Ինչի մասին էլ որ ուզում եմ խոսեմ, Աստծո հետ հարաբերությունների մեջ ամենակարևոր բաժինն որ ես հասկացել եմ, դու որ իր հետ սկսում ես ապրելը, բաներ կա սորվում ես խոնարհ լինել, հեզ լինել, սորվում է շատ բաներ անել, որն նման է քրիստոնեությանը։ Քրիստոս մեզի չի կանչել իրան նման լինելու։ Քրիստոս մեզի կանչել է, որ մենք իր հետ մեկանանք, որ ինքը մեր մեջ ապրի ու փառավորվի։ Այսի շատ տարբեր բաներ են։ Մենք օրինակ կարան նենց մի հատ վիճ ունենանք։ Մեզ նայողը կարող է պատկերացնել, որ իրոք այ լնայ ամեն ինչը տեղը տեղին, բայց այս սա ֆարշ կարա լինի։ Ես ուզում եմ շատ կարևոր մի բան ասեմ, որ կա ֆարշն ու կա օրիգինալը, բարերիս համար ներող եղեք, ես դե շատ գրագետ բաներ չեմ կարող ասեմ, ինչ էլ գրագետ է թե բերանից դուրս գալիս էլի աստվածաշնչից է, մի անգամ ընկերներս ասում են, «Էս ի՞նչ լեքսիկոնով ես խոսում, вообще անծանոթ, իրանց համար աստվածաշնչյան լեքսիկոնը անծանոթ է»։ Հա, գիտեք, փառք Աստծո այս ամենի համար։ Լավ, անդրադառնամ ուզում եմ միտքս ամբողջովին Տերն օգնի ձեզի տամ, ես որովհետև քարոզիչ չեմ, ես ավելի շատ կիսվում եմ ինչի միջով անցել եմ ու ինչեր բռնացրել եմ։ Ու առանց Տիրոջը հավատացեք, դաժե առանց Տիրոջը կարաս կողինիդ բռնացնես, բայց քեզ չես կարա բռնացնես։ Նենց հետարքիր մի բան եմ տեսել։ Կողինիդ լավ կարում ես առանց Աստված բռնացնես։ Սաղ անալիզիրը տեսնում, մեկ էլ ես էլ ինձի հարց եմ տվել։ Ես իշքան որ գիտեմ, Տերն ինձի ռևիզոր չէր կանչել, ինչ եմ ընկես, եկեղեցու հետևից կամ ես ժողովրդի հետևից ինձ ինչ պետք է դի, էլի, դրա համար չեմ կանչված, ես փրկվելու համար եմ կանչված, կանչվել եմ փրկվելու, ուրիշ ոչ մի բան։ Ու երբ որ նայում ես, կա շատ լիքը բաներ, որ մենք գիտենք Տերն ուրախություն է, բայց կարա այս ուրախությունը քավլիցի, ես ինչ որ մի խոսեմ, չէ, հանկարծ տեղը տոգատակ չեղնի, որ ինչ որ մեկին դադում եմ, ես շատ լավ գիտեմ, Հռոմեացիների 2-րդ գլուխ առաջի խոսքը ասում է «Не извините ли тот человек, кто другого судит», այսինքն չի ներվում այն մարդը, ով որ մեկին դադում է։ Ինչ որ խոսում եմ, ես սրա մեջ եղել եմ։ Ուրեմն կա ժամանակներ, երբ որ մենք Տիրոջը գիտենք, որ ինքը ուրախություն է, բայց կարանք մենք այդ ուրախությունը շինենք։ Օրինակ, կա եղել եմ ես ժամանակ եկեղեցու մեջ, որ պարել ենք դաժե։ Sense մի հատ լավ մուզիկա, քեֆ ենք անում, այնպես մի քեֆ ենք անում, բայց հետո մոռանում ես որ այդ քեֆից հետո տուրներ տալ կա։ Հասկանում ես, մինակ մնալ կա։ Էլ մի հատ էլ հիշելու ես, թե այս վիճակից ինչքան պարում էիր։ Հասկանում ես, որովհետև այս սա շինչ ու մի վիճակի մեջ ես գալիս, որ ես եղել է քեֆեր, որ նստած նայել եմ, մարդիկ նենց ուրախ դեմքերով են նստած։ Այդ էմոցիոնալնի վիճակը կապ չունի իրականի հետ։ Ես ուզում եմ, որ մեր նոր չլինի ժամանակով որ էմոցիոնալնի գույներ, որովհետև մենք մարդիկս միշտ գույներ ենք ուզում։ Կա օրիգինալը, կա պատճելնին։ Օրինակ խմիչքն էլ է գույներ, նարկոտիկներն էլ է գույներ, հազար ու մի քեֆն էլ է գույներ, հա։ Ու այս ամեն ինչը եթե Տիրոջից չէ, ինքը շինծու է, հետևանքներն էլ հեշտ լավը չեն լինելու։ Օրինակ ես գիտեմ խմիչքի հետևանք կարող գլուխ տել ցավը։ Հասկանում ես, ես այսպես երեխական մի ձև եմ ասում։ Նույն ձևի, երբ որ մենք մտնում ենք ֆարշ քրիստոնեության մեջ, հետո գլուխներս ցավալու է։ Այս իսկական չէ։
օրերով, տարիներով հորինելու ենք, հետո օրերից մի օր վերջը պետք է ինքդ քո հետ գոնա ազնվանաս։ Մարդն որ եթե մտածում է որ տիրոջ հետ հանդիպումը ջանը փշակաղվելուց է, ես հետ կապ չունի, հակարա եւ հանդիպելու ջանը դե փշակաղվի, ես դեմ չեմ։ Կարող է ինչ-որ մի էմոցիաներ վերապրես, բայց ես քեզ ասեմ, եթե տիրոջ հետ հանդիպել ես, դու ընդեղից անպայման ռեզուլտատով հետ կգաս։ Ու ինչի մասին եմ ուզում խոսեմ, որ էլի նորից անձնաքննության գիրք է Աստվածաշունչը, եթե հոգով ես մոտենում ես կրկին։ Ու եթե մեր ամենաառաջին նպատակներից մեկը չէ մեր անձերը քննելը, ուրեմն մենք արդեն խապված վիճակի մեջ ենք, որովհետև ինձ ամենաշատ հետաքրքրվում է ես խո ծածկոցից դուրս չեմ, ես խո այդ կավճեգից դուրս չեմ եկել, որովհետև կավճեգը գնալու է, ես մնալու եմ։ Ես ուզում եմ երկինք հասնեմ, ես չեմ ուզում որ Տերն ինձ ասի, ես քեզ չեմ ճանաչում։ Իսկ չեն ճանաչելու այն ժամանակ, երբ որ ես այդ ֆարշ վիդը կունենամ, հա, բայց օրիգինալը չի լինի, տեղում չեմ լինի, որովհետև ես շատ լավ եմ հասկացել, եթե մենք Տիրոջ խոսքը ուզում ենք մեր կյանքի մեջ լինի, մենք պետք է այդ ինստրուկցիային համապատասխան 91 Սաղմոսի համար էլի եմ ասել, հա, բարձրալի ծածկոցի տակ, այսինքն ճիշտ տեղում պետք է գտնվենք, ու մեր հույսը մինակ ինքը պետք է լինի, հենց այդտեղից է մնացած աբիտավանիները, մնացած խոսքումները դրանից հետո է, ու երբ որ ես տեսնում եմ որ ժամանակ առ ժամանակ ինձ թվում է որ ես նորմալ վիճակի մեջ եմ, բայց քանի չեմ հանդիպել Տիրոջ հետ, ես իմ վիճակս չեմ կարող տեսնել։ Այ հանդիպումից հետո է, օրինակ ես ուզում եմ ստեղ մի Սաղմոս կարդամ Դավիթի, մենք շատերս միշտ աղոթում ու ասում ենք Տեր ջան, մի տանի մեզ փորձության, բայց ուզում եմ ստեղ մի տեղ կարդամ ռուսերենով 138 Սաղմոսի 23 խոսքից եմ կարդում. Испытывай меня, Боже, и узри сердце мое. Испытывай меня и узнай помышления мои. Сердце мое, помышление мое. И зри не на опасном ли пути я, и направь меня на путь вечный. Հիմա այս ամեն ինչը մեզի համար շատ լուրջ տեղիք է տալիս մտածելու։ Եթե Դավթի պես տղեն մի ընտածք ուներ ապրած որ չոբանից եկե հասել էր թագավոր, Սաղմոս ասող, մարգարե, ասենք ու այս մարդը կարա ժամանակի ընթացքում սենց բաներ աղոթին, հայում ես տեսնում ես ասում ես Աստված ջան, օրինակ Դավիթը օպիտ ուներ, շատ լավ գործի օպիտ ուներ, որ ինքը կարա մարդը շեղվի ու չտեսնի։ Եթե մենք իրար հետ դառնանք 51 Սաղմոս 50 ռուսերենով, կտեսնենք որ Դավիթը շեղվել էր ու ահավոր ու չէր տեսել։ Եթե մենք իրար հետ բացենք, ես ուզում եմ այդ տեղը տեսնենք։ 51 Սաղմոսը, եթե հիշում եք, ապաշխարության Սաղմոսն է Դավթի, երբ որ մարգարեն եկավ Դավիթի մոտ, հա, ու սկսեց խոսելը, ես ձեզ ասեմ, մարգարե թարգմանչությամբ նշանակում է Աստծո բերան, այսինքն մի քիչ ավելի որ խորանում ենք, Աստված մոտեցավ Դավթին։ Մինչև Աստված չէր մոտեցել Դավթին, մինչև Դավիթ տասու հետ հանդիպում չէր ունեցել, ինքը իր վիճակը չէր կարածա տեսնել։ Ու երբ որ Դավիթը հանդիպեց Աստծո հետ, այդ ժամանակ ինքը իր վիճակը տեսավ, բացահայտվեց ինքը։ Ու դրանից հետո, երբ որ հիշում եք, կարդում են գրված է «Прости меня, Господь, очисти омой», այսինքն այդ մաքրվել, սրբվելը մեր խելքի բանը չէ։ Նրանից հետո ամենակարևոր բանն որ ուզում եմ որ իրար հետ տեսնենք, գրված է «Прости, ибо я осознал»։ Ներիր, քանի որ գիտակցեցի, ասում ես այ Դավիթ աղբեր ջան, ուրեմն Ուրիային սպանեցիր, այդ Վերսավիայի պատմությունը, այդ եկա չէիր գիտակցում ինչ է իրենում։ Ինչ մտքի եք Սուրբ Հոգին Դավթի բերանով ճիշտ է խոսում, թե կատարյալ ճշմարտություն չէ Աստծո խոսքը։ Ես հավատում եմ որ այդ մարդը չէր էլ գիտակցում, որովհետև մենք կարա չգիտակցենք։ Մեր կույր վիճակը արձանագրվում է այն ժամանակ, երբ որ մենք Տիրոջ հետ հանդիպում ենք ունենում։ Ու ցույց տվեց Տերը, որ Դավիթը իրոք լինելով Դավիթ թագավոր ու մարգարե, ինքն իր վիճակը չգիտեր։ Ինքը այն վիճակը տեսավ այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին մոտեցավ իրան, երբ որ Աստված մոտեցավ իրան, նրանից հետո ասում է «Прости, ибо я осознал грехи мои»։ Գիտեք, երբ որ մենք մեր վիճակը մեզ թվում է որ տեսնում ենք, արդեն մենք խապված վիճակի մեջ ենք։ Ես ուզում եմ մի ուրիշ էլի նորից մեկի մասին խոսենք, որն Աստվածաշնչյան Առաքյալի մասին, Պողոս Առաքյալի մասին եմ ուզում ասեմ, ինչ մտքի եք, ինչի համար Տիրոջ հետ հանդիպելուց հետո ինքը կուրացավ։ Որովհետև Տերը ֆակտ արձանագրեց, ինչի մեջ ես դու Պողոս ջան։ Նայեք, Պողոսին թվում էր, որ ինքը շատ լավ վիճակի մեջ է, ինքն էլ է Տիրոջ համար գնաց է մարդիկ էր փրտում։ Ում համար, Տիրոջ համար։ Տերն որ իրան հանդիպեց, Տերը ֆակտ արձանագրեց, ինչ վիճակի մեջ ես դու։ Ու վիճակը կույր էր։
Դավթի վիճակով ենք տեսնում, որ Դավիթը քույր վիճակի մեջ էր։ Ու մենք երբ որ մեր վիճակը ուզում ենք տեսնենք, այդ լինում է մինակ հանդիպման ժամանակ։ Նայեք, մենք կարանք աղոթող լինենք ամիսներով, բայց չհասկանանք, որ մեր աղոթքի միակ նպատակը իր հետ հանդիպելն է։ Խոմ 3-4 ժամ դու Տիրոջը չես կանգնած խոսում։ Ես օրինակ որ մի անգամ հետարքից ձևի sense նայեց այն մարդիկ, որ 40 օր ծոմով աղոթքով գնում էին, իրանց նպատակն էր մի րոպե տեսնել Տիրոջը։ Եթե հիշում եք Մովսեսի ժամանակ եկավ անցավ, մեջքից տեսավ, խոսեցին ու չեմ մտածում որ 40 օր խոսում էին։ 40 օր պատրաստվում էր։ Աղոթք, ծոմ վիճակը, երբ որ մենք ասում ենք այսօրվա դրությամբ քրիստոնյային ասում ես ծոմ պահենք, գիտեք Գալատովկի մասին է խոսակցությունը։ Ասում եղավ 4 օր հաց չեմ կերել։ Հարցը սրա մեջ է, նպատակը դին չի համար էր։ Ծոմի նպատակը приблизиться к Господу։ Ու ինչի համար ես ուզում։ Առաջիններից մեկը լավ կլինի որ մեր վիճակը տեսնելու համար։ Ինչ վիճակի մեջ եմ ես։ Եթե Դավիթ մարգարեն, եթե առաքյալը մենք տեսնում ենք որ այս մարդիկ էին, որոնք գամաղեկի ոտքերի տակ նստած մեկն է։ Գիտությունը այնպես մի բան է, որ ինքը կարա քեզ, եթե հոգին չգա, դա լավ շեղվածության տանի, մինչև մարտասպանության տանի։ Սա Քրիստովի վոյնի է, ամեն ինչը մենք սա գիտենք, ինչերի է հասցրել մարդկան, գազալը Տիրոջ համար են արել։ Ուզում եմ մի հատ էլի անձի մասին մենք իրար հետ նայենք Մարկոս ավետարանիչի մեջ էր 10-17-ից էր, հա, որ հիշում եք որ մի հատ հարուստ պատանի ասում է վազելով եկավ ծնգեց Տիրոջ առաջ։ Ու Տերն ասեց նայեք հանդիպումից հետո մի բան եմ ուզում որ տեսնենք որ ես իմ վերաբրումից եմ ասում։ Ես որ Տերը ինձ վիճակ է տվել որ իր օրենքի մեջ ապրելով ես հաջողվել եմ։ Իր հետ իր օրենքին համապատասխան որ ապրում ես դու կարա հաջողվես։ Բայց ամենամեծ հաջողությունը Տիրոջ հետ ապրելն է։ Այն մնացածը գրված է պրիլոժը, դու դրան շատ ուշադրություն ես չդարձնես։ Օրինակ նայեք ես հարուստին հիշում եք որ ինքը հարուստ էր։ Այսինքն այս մարդը Տիրոջ հետ հանդիպելուց հետո ասում է Տերն ասում է զապևիդների մասին, հա պատվիրանների, ինչ է ասում, ասում է պայում էի։ Տերը նայեք ինչ ֆարտ արձանագրեց, ասեց կարաս լինես մի մարդ, ով որ իմ օրենքը պահելով լավ մարդ լինես, հա, լավ մարդ հանրության համար եւ հաջողված բիզնեսմեն է լինես։ Բայց Տերը ցույց տվեց որ քո սիրտը իմ հետ չէ։ Դու այս ամեն ինչ ներել ես փողոդելու համար։ Այս ամեն ինչ ներել ես մի բանի հասնելու համար։ Երել ես հասել ես։ Վախենալու է երբ որ մի բան ունես, ես էլ մի ահագին բաներ ունեմ, ասում եմ որ Տերը եկու ծնծի ասի, էսի ծախում ենք տան կաղկատներին, վայ քո ասում եմ Տեր ջան, ես ինչքան պետք է աղոթեմ ես։ Ո՞նց կտամ ես։ Ես ազնիվ մարդ եմ, լուրջ եմ ասում, ես որ ասի, ես կասեմ Տեր ջան, հələ կանգնի, ես ինչ եղավ։ Բայց նախքան այդ չէի մտածում որ ես ասում եմ բեդնի ու գրոսնից նայეთ։ Աղքատի վիճակը լավ է այդ կողմից որ նայում ես, նայած որ ռակուրսից ես նայում, որտեղից ես նայում։ Այդ չունեցա ժամանակ գնեն ցեշ տեսավ ամեն ինչ տալ։ Ես մի անգամ սենց հետարքիր բան եմ արձանագրել ինձ համար։ Թղթի վրա դնես գրես $10,000, տղերքից մեկին 10 ասես լանկիսի։ Մեկը տեսնում ես ամենակիչը իրան է վերցնում, բայց որ նալիչի փողը տաս կտեսնես ինչ է կատարվում։ Սրանք սա տարբեր բաներ են։ Քանի չկա կարելի է լավ փրտել մեծ։ Դու սաղ ինչ ունենամ քեզ եմ տալու Տեր ջան։ Ու ինչի մասին եմ ուզում խոսեմ, եթե մենք հանդիպում չունենք, ես այս խոսքը որտեղից եմ արել, ոչ թե պրոստը լավ խոսք երթամ եկեղեցում պատմեմ, չէ, ես այս խոսքին վերապրումից եմ արել։ Որ Աստված ջան, մեկ մեզ թվում է, գիտեք դաժե ինչ աշուշենի էր, իր թակավորության մեջ վազում եմ, բայց իր հետ շատ քիչ եմ հանդիպում։ Թակավորությունը մեծ, պատկերացրեք պալատներ, գործեր, կարաս լինես այդ թակավորության մեջ, այդ պալատների մեջ, ու իրոք այսօրվա իմ ապրածս ռոսկշ է ինձ համար, вообще զարմանալի, ես ինչ կապ ունեմ դրա հետ չգիտեմ, բայց всё-таки ապրում եմ միտեղ, որ ամեն ինչ հիանալի է, բայց при этом ու իր գործերի մեջ էլ վազում եմ, բայց մի հատ ուրիշ հարց կա, ամեն օր իր հետ հանդիպում եմ։ Թե գլուխս արայում ես եմ վազում որ հանդիպում էլ չունի։ Երբ որ հանդիպում ես, ամենամեծ կարևոր բաժինն որ ես հասկացել եմ, իր անունը լույս է, մենք մեկ ուրիշ կողմից ենք նայում, բայց էլի կողմեր կա։ Տիրոջ խոսքը բրլյանտի պես է։ Երբ որ ասում ես լույս է, ռենտգենի համար ամենակարևոր բաժինը լույսն է։ Լույս չեղնի ռենտգեն չի կարա լինի։ Երբ որ կայնացնում ես, այն լույսը որ նոր ասում է, այն ուղղությունից լրիվ երևում է։
Դե այսօր կարացել են մարդիկ հնարեն մի բան որ քեզի լրի վերվում է։ Ինչ մտք ես տիրոջ լույսի տակ իշքան པարզ է երևում։ Ես գիտեք մի անգամ հետարքիր մի հայտնություն առա։ Աղի մասին որ Տերն ասում է աղն է, հա, գիտեք աղի մասին որ խոսում ես, հələ մի հատ ձեռքդ հմի sense քանի օդի մեջ է, նորմալ է, հələ մի հատ աղա ջուր սարքի ու ձեռդ դիր մեջ է։ Տեսել քանի տեղ ճակ կա։ Էս էլ բացահայտվելու համար եմ ասում։ Երբ որ տիրոջը մոտենում ես, ինքը բացահայտվելու լիքը բաներ կա։ Ու երբ որ մենք բացահայտվում ենք, պրոստը Տերը չի ասում, դե գնա տես ինչ ես անելու։ Այդ ժամանակ շատ խորը լավ միտք պետք է առնենք, որ առանց իրան ոնց ենք անելու։ Ինչի համար էս ամենը կա, որովհետև իր մեջից դուրս ենք։ Եթե իր մեջ լինենք, չի լինելու, եղածն էլ բժշկվելու է։ Որովհետև ինքը մեզ որ սովորացնում է, հետարքից ձևի է սովորացնում։ Նենց է սովորացնում, որ տեսնի վсё-таки մենք իրան հասկացել ենք, թե չէ։ Կա համ իրանից է, կա համ իրա հետ է, կամ իրան նմանվել է խոսում, բայց մենք իտոգում ինչ ենք հասկանում, իրան նմանվել է պետք, թե մեզ իր հետ մեկանալ է պետք։ Մեզ իր հետ ինքը խոսում է, նենց է խոսում, որ մարդիկ կան, որ կարան դնեն ցույց տան, որ գրված որ նման լինենք։ Գրված է, չէ՞, будьте святы, ումպես, իրապես։ Բայց իրապես լինելու համար ինչ է պետք, մի հատ հետո աչիրիտնոյի հարցը մեր մոտ չի ծագում, ո՞նց անեմ որ քոպես լինեմ։ Տեր ջան, ես օրինակ ազնիվ մարդ եմ, համարում այդ բաժինների մեջ, ես չնմատեք շատ ազնիվ եմ, պրոստը այդ բաժինների մեջ, ուտեղ որ տիրոջ ներկայության մեջ ես գալիս, հա, գիտես ինձ հետարքիր բան կա, այս առաջի անգամ որ կարտացից պատվիրանների մեջ գրված էր չցանկանաս, ես կանգնասի Տեր ջան, ես չեմ կարա, ոնց կարամ չցանկանամ։ Ես մի մարդ եմ, ով որ վերջի մինակ 5 տարին չէի ցանկանում այն աշճանի, որ գնում էի դաժե, եթե ինձ կադիրովկա է ները, ես գրել եմ, ես հոժարեմ, եթե դաժե լիտալնի իսխոդերնի, այսինքն եթե դաժե այս ամեն ինչից հետո ես մեռնեմ, ես ստորագրում եմ, որ ասում եմ, ստորագրում եմ, որ մեռնեմ է դու կապ չունեք, բժիշկներ ջան, էսի ես եմ համաձայնվել, սրա տակն է ստորագրել եմ։ Նարկոտիկից բրձնելու համար ես ստորագրել եմ, որ այո, ես ավելի լավ եմ մեռնեմ, քան թե ապրեմ։ Հա, եթե մի բան եղնի, բժիշկները մեղավոր չեն, նեն չի խորը գիտակցելով։ Բայց всё-таки ուզեցել եմ, չէ՞ վեպրձնի մեծ ամեն ինչից։ Ու մի եկեք կարդում ես Աստվածաշունչ ես կարդում, գրած է չցանկանաս։ Դու էլ ասում ես, հա, վայ եղավ, խոսք եմ տալիս չեմ ցանկանալու։ Դեն չի։ Հետո աչիրիտնոյ հարցն է ծագում մեր գլխի մեջ։ Ոնց չցանկանամ։ Ինչ պետք է անեմ, որ չցանկանամ։ Ինչ անեմ, որ մեղքին հաղթեմ։ Տերն ասում է, լսի, որ լավ կարդաս, կտեսնես, որ մեղքին արդեն հաղթել եմ։ Դու որ ճիշտ տեղում լինես, կլինես ուրտեղ, որ կարձանագրես, որ այս վայրում մեղքը հաղթված է։ Իրա մեջ մեղքը հաղթված է, բարձրալի ծածկոցի տակ հարցերը լուծված է։ Տերը չի կանչում մեզի ասի, արի հարցերը լուծենք։ Սկզբնական շրջանը ճիշտ է, օրենքն է։ Закон դիտիվացիել Господу։ Մենք օրինակ վերականգնողական կենտրոնում օրենք ենք կիրառում ու դաժե օրենքի մեջ է sense բաներ կա, որ այրուն թափելու չափ իսկական մեղքի հետ կռիվ պետք է տաս, քու բաժին հետ պետք է անես։ Եթե էսի 100 կիլո է, Տերն ասում է մինչև քու ունեցած մի կիլոն չկօգտագործես, ես իմ 99 կիլոյով չեմ մոտեն այդ հարցին։ Հա, դու քո այդ 1 կիլոն էլ տեսեմ իրոք ուզում ես։ Իրոք ուզում ես սրանից բրձնես, այն հարի վերջի ջանքերը, որ արդեն որ Տերը հասկացա որ էլ չես կարող կմոտենա։ Բայց ուզում եմ ամենակարևոր բաժինը մեզ համար արձանագրենք, որ մեզից ինչ մեղքին հաղթող մեկը։ Մեր հույսն ում վրա է։ Ոչ ուժով է, ոչ զորությամբ, այլ իր հոգով է։ Մեր հույսը իր հոգու վրա է։ Պողոս Արաքյալը իր հոգով։ Մենք ունեցանք մի ֆակտ արձանագրած Պետրոս Արաքյալի կյանքի մեջից, որ ինքը խոսում չէր խոսում։ Այն ամենամեծ սրտով ու ցանկությունով ասում էր, սաղ քեզի թողեն, ես չեմ թողնելու։ Տերը ինչի համար ասեց չի լինելու, որովհետև դու մարդ արարած, այդ ուժ ու կարողությունը չունես։ Քեզ իմ հոգին է պետք։ Երկրորդ նույն Պետրոս Արաքյալը նույն մի ակլորի կանչելու, մինչև մի կանչելուն 3 անգամ պրիդավատերավ, բայց նույն Պետրոս Արաքյալը չմոռանանք, որ գլխի վրա խաչված։ Նույն Պետրոս Արաքյալն էր։ Պրոստը այն ժամանակ հույսն իր ուժ ու կարողության վրա էր, այս ժամանակ արդեն հասկացել էր, ումով կարա այս ամեն ինչն անի։ Ու նորից փառավորվի իր անունը, ես մի հատ շատ կարևոր բան եմ ինձ ասում ամեն օր։ Իսկական Տերը հարություն է արել։ Ինքը իսկական կա, մի կարելի է ասել, այ ախպեր լավ նորություն ասես, չէ, եթե էսի հայտնության պես հասկանանք, որ այ մարդ պետք չի հորինել։ Ինքը իսկական կան, չենք հորինում։ Մարդ կա պատմում եմ, ես նայում եմ, ուզում եմ սիրուն ծնե, մի բան ցույց տա որ յանիմ տեսի Տերն էր, բայց ես միշտ sense օրինակ ունեմ, ասում եմ մեկը 7 տարի խոպան աշխատում է,
Գալիս մի հատ 0.1-ի առնում, հետո ասում է փառք Աստծո։ Հա լավ, ամեն ինչի համար փառք Աստծո, բայց այդ 0.1-ը չիտես անեցքի օրհնություն, էդի տիրոջ ինչքան փառք կբերե, 7 տարի աշխատել ես, ինչի՞ ես հարմար ծնում, էդի հեչ կապ չունի։ Մի քիչ ավելի լուրջ կա, ինքն իրական է, ու պետք չէ իրան պատմես որ ուզում եմ զորով քեզի հաստատեմ որ ինքը կա։ Մեկ է չես կարանալու։ Տերն ասում է, ես մի անգամ իմ աշխարհի ընկերներից քարոզում էի ու կիսվում էի ու ունեն ցավ եմ ապրում։ Հրոպեն մեկ հալալ եղնի քեզ քո կամքի ուժին։ Այ ախպեր ասում եմ, ինչ ես, ինչ կամքի ուժ, հələ արեք ցույց տամ։ Իշքան դուք եք ուզեցե, իշքան հերս է ուզեցե, իշքան մենք Ալտայսկի կրայ գնացինք, իրար հետ ինձի փագեցիք, մնացի։ Լավ ինչ փոխվավ։ Ուրա ես իմ կամքի ուժը։ Նորից հա Քրիստոս եմ ցույց տալիս, հա չեն տեսնում, որ նեղված էլա ռեստորանից քայլում էի, Տերը ասեց, ով է աչք տվողը։ Ասում եմ դու, ասում որ կապել ես, բացում ես, կտեսնեին ինձի։ Չէին տեսնելու մինչև ես աչք չտամ։ Զորով ուզում ես կտեսնես Հիսուսին։ Երբ որ Տերը դա հնարավոր կտա, ժամանակ կա ամեն ինչի։ Մենք մեր գործերի համար ենք պատասխան տալու։ Մեզի Տերը փրկելու չի կանչել։ Մեկ որ կենտրոնի մասով ասում են Գագո ախպերը մի անգամ մի լավ բան ասեց, ասում է մի բիզնեսմեն գումար էր տվել, հա ասում էր լավ որ այդ փողը դեղ դնում եմ ինչ է դառնում էլի, դե բիզնեսմենի հատկությունը դենց է, դե դրել է չի աճում, ինչ է դնում, մուֆտա գործերի։ Չի Աստված օրհնի այդ բիզնեսմենին էլ ու ամեն մեկին էլ որ ներդրում ունեն, ախր Գագո ախպերն ասում է, լսի ես պատասխանատվություն չեմ կրում հա հոգիների փրկության համար։ Ես պատասխանատվություն եմ կրում իմ անձիս հանրարարությունները ճիշտ կատարելու չկատարելու համար։ Ինձ Տերը բան է հանրարարի, ես փորձեմ ես դրա համար վարձ կունեմ ու երկրի վրա էլ երկնքում էլ փառք Աստծո։ Ես այսօր օրինակ շատ եմ ուզում որ մեկն էլ չմնա, սաղ փրկվեն։ Բայց եթե ես դեռ մտնեմ, ես կմոլորեմ, ես չեմ կանչված փրկելու, ես կանչված եմ փրկվելու։ Ես ոչ էլ ստարացա եմ եղնում մեկին մի բան սովորացնեմ։ Ես կանչված եմ սովորելու, ոչ թե սովորացնելու։ Փոխվում է, գրված է «Учитель один это Господь»։ Գրված է թե չէ, հա կարա եւ իմ միջոցով սովորացնի, կարա։ Բայց ես եմ արդեն սկսել սովորացնել, ես արդեն ֆարշ է, ես արդեն դաստիրակ եմ դարձել։ Գործը ցուցափայդին է հասնելու։ Դե համար շատ կարևոր է որ հոսքի մեջ լինենք, ճիշտ տեղում։ Մի հատ էլ կարճ անոր ուզում եմ, գիտեք, հոսքի մեջ, այո, իր առաջնորդության մեջ ու շատ կարևոր է, երբ որ իր ժամանակի մեջ, եթե ինքը չի շարժվում, պետք է շարժվենք։ Ավելի լավ է ոչինչ չանես, թե մի բան անես, որ թվում է թե Տիրոջից է։ Գիտեք, ես մի հատ sense բան ունեմ իմ համար արձանագրած, մեր տեսակի ապրած տղեկը, չնայած բոլորը, մի քիչ տեսակի չբերեն, պրոստը մենք ավելի ինպես խիցրի ավելի խորացված ենք սատանայի մեջ երևի եղել, բայց չգիտեմ, էլի ամեն մի մարդ էլ ինքն որ ձևավորվում է, շատ վատ է ձևավորվում։ Մեր հին էությունը ինքը շատ հնարամիտ տեսակ է, շատ հնարամիտ է։ Հենց մի հատ իրավիճակ եղնում, քո հին էությունը քեզ դրտում է գործողության։ Իջի էլ թողում հանգիստ նստես։ Հել, արա, հələ դաժե ես քեզ էլ ավելին ասեմ, որ ինձ ես վերջում նկատել եմ, որ Աստվածաշնչով էլ է տեղեր առաջարկում։ Բայց որ մի քիչ խորը գնում եմ, տեսնում եմ որ չէ, Տիրոջը սերածագիրը չէ։ Այս ճամփի վրա հակին մարդու վնաս կտամ։ Ես տեղ կար որ արտարությունը հելենգել էր հետևից ես, հələ մի հատ էլ Աստվածաշնչից քանի հատ տեղ է ցույց տալիս որ հələ նայի, սենց արտար չէ, սենց ճիշտ չի, սենց ճիշտ չի։ Բայց ես հասկացա որ ավելի վեր է եղբայրասիրությունը, քան արտարությունը։ Ես եթե մի բան անեմ որ եղբայրս վնաս պետք է կրի, հետո ինչ որ գրված է։ Ես իմ կյանքից մեջ իմ սորվել եմ, ես այն իմաստուն մեկը չեմ, ես հիմարներից մեկն եմ, ով որ մինչև 3 անգամ փոսը չեմ հնում, չեմ հասկանում որ էդի փոս էր։ Մի հատ տեսնում եմ մի աղբերս փոսն են նախադու առնում արձանագրում եմ, օպանա կայնիլ է, գել է փոսը, գնանք եպիսկոպոսներով բան տեսնենք մինչև դժոխք, դաժե խարիզմատների մոտ պետք չէ տա, տանենք տեղավորենք հետ կանք, այսինքն ես մի խայտարակ վիճակ է։ Որ արտարություն ինքը թշնամի է, հելել են գել է քո հետևից առաջինը, որտեղ աղբորը դաժե հիմար չի կարելի ասել, ինչ մնաց աղբորը խեղտել։ Մարդը սխալվել է որ մյուս անգամ մեծի մեջ էլ ավելի զգուշ լինի։ Մեր գուած ծեծվելուց հետո մենք մեկ է տեսնում ես խելքերս են բան կար, կներեք 1000 անգամ են բանը հաղորդում կար, մեկը հա ռեմոնտենելու մեջ գալիս տեսնում էր հեչ բան չի անում, ասում է ինչ ես արա, ասում է լուսամուտը դրի, նորից գալիս է ինչ լուսամուտը դրի, այս տերը բռնում լավ մի հատ ծեծում է, երկրորդ օրը գալիս է սաղ սարկել է,
Ասում է, լավ որ կարար չէր, ասում է, լավ չէր բացատրում։ Հիմի մեզի մինչև դերը հասկանալի չի բացատրում, չենք սկսում շարժվել։ Ես է մեր էությունը։ Ես փառք եմ տալիս իրան, երբ որ դաշը ծեծում է, ես գիտեմ ինչի համար է ծեծում։ Մենք միտեղ դենց կայնելու ենք, մնանք։ Փառք իրան ամեն ինչի համար։ Այո, ինքը կենտանի է, իրական, իմ համար եմ ասում։ Գիտեք, մեկ-մեկ ասում ես մոռացել էր, հա, չէ, իրոք ամեն օրը քանի հազար անգամ պետք է ասենք, կենտանի է, իրական, պետք չի իր մասին հորինել։ Ինքը պետք է որ փնտրես ու գտնես։ Աղոթքի ժամանակ պատճառը մեկը պետք է անի, գնացել եմ իր հետ հանդիպելու։ Դրա համար եմ ասում, երբ որ մենք աղոթքի ժամանակ էլի ինչ որ մի բաներ ենք անում, դժվար թե իր հետ հանդիպենք։ Ինչի համար էր Դավիթ թագավորը իր անձը գցում դրա դեմոր, հենց շեմի դեմոր, ասում են, էսե չմտնեին, էլի, պատմությունների մեջ դենց է գրված բանը, որ տեսնում ես, որ հասկանան, որ այդ մարդու մարմինը դեղ գծած է, բայց ինքը հոգով գնացել է հանդիպման, պարգում էր դաժե բերանի վրա, մարմինը միտեղ դնում էր, հոգով գնում էր հանդիպման։ Ես օրինակ ունեցել եմ վիճակ, որ աղոթքի մեջ մտել եմ ու հոգով սկսել եմ գնալ, մեկն օր կպել է դաժե վեր եմ թռել։ Այսինքն ես ճանապարհորդության մեջ էի, գնում եմ իր հետ հանդիպելու, իմ աղոթքի նպատակը պետք է իր հետ հանդիպելու։ Իր այդ որ հանդիպում ես, տեսնում ես, որ այս ինչեր էի մտածում, սաղ քո մտածածը ստի, մի հատ խոսքով ունենց է անում, որ սաղ հասկանում ես, որ սաղ դադարք էր։ Ծոմի նպատակը մեկը պետք է լինի, приблизиться Богу, իր այդ հանդիպել, ինչի համար ես քեզի չարճարում։ Իր այդ հանդիպեմ ինքը կասի, ես տիրոջից որ գնում եմ, չեմ գնում որ մի բան պոգեմ, սենց մի միտք առա ուզում եմ կիսվել, շատ տեղեր լսել եմ քարոզ որ ասում են Իսրայելը Հակոբը, բռնես տիրոջը, ասեց չեմ թողնի մինչև չօրհնես, հա, ու վերջում էլ նենց են ներկայացնում որ Հակոբին, այսինքն այն ինչ որ Հակոբն ուզում էր, դա էլ տվեց, դեն չի եղել։ Հակոբը ինչ որ ուզում էր, դեն չտվեց։ Տերը տրվեց էլի իր հողի մեջ ուտեղ որ գլուխը դրել էր քարին, բայց Հակոբը вообще ուզում էր երթալ իր աղբոր հետ ապրել միտեղ, իր հոր տան մեջ։ Այդեն չեղավ։ Մենք մեկ-մեկ մարդկանց է սովորացնում ենք որ բան բռնիչ թողած ինքը քեզի կտա։ Այ մարդ պետք չի դենց։ Որ տա, ինձ օրինակ տվեց ես գնացի Բերտնգա։ Ենքանսի փոխտու դու ասեցան։ Արա գնացի կորձանվա։ Այսինքն Տերը տիրոջ հետ հանդիպման ժամանակ ամենակարևորը Տեր ջան գլուխս մտել է մի բան անեմ։ Եթե քեզի չի, չթողաս անեմ։ Ոչ թե տուր, անպայման տուր, այդ չտաս կնեղեն ամել եկեղեցի չեմ գա։ Եթե չի տալիս, փառք իրան, որ ինքը քեզից լավ գիտե, քեզ սիրում է ինքը, մեղ չես։ Դա տվել է ասում եմ միամից որ հանգարց եկուց ասի։ Դե վեր տուր, տեսնում ես հարցը արդեն հավիտենության մասին է։ Ես չի ասում է եկեղեցի էլ չեմ թողնի։ Հավիտենություն չես մտնելու։ Մեր հավատքը լրիվ 0 է, այն ինչ որ երել է, սա 0, անուլիրը տեղնություն, մի հատ 0-ով չեմ ճանաչում քեզ։ Կամ դու մանտրաշ թողեք գնում ես, կներեք բարերիս համար։ Փառք իրան ամեն ինչի համար, հայ, աղոթենք։